Բարի երեկո հարգելի հետևորդներ, մենք ուղիղ եթերում ենք, ես պարոն Մկրտչյանին խնդրեցի այսօր եւս հարցազրույցի հնարավորություն տալ, իմ հյուրը Դավիթ Մկրտչյանն է, ազատամարտիկ։ Պարոն Մկրտչյան, առաջին հարցս վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին։ Օրերս Խաչատուր Սուքիասյանը հայտարարել էր, որ արցախցիները չեն կռվել, ավելին նա զայրացած վիճակում գոռգոռալով հայտարարեց, որ եղել են Ադրբեջանին ինֆորմացիա տվողներ, սաբոտաժանողներ, փախնողներ, ինչի համար են այս հայտարարությունները եւ իրականում ըստ ձեզ արցախցիները կռվել են թե ոչ։ Ուրեմն իհարկե կռվել են, ցավը տանեմ, իհարկե կռվել են, այդ իրանք չեն կռվել։ Նախ ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանին ասեմ, որ լրագրողների նկատմամբ Կորուն ջան ցանկացած ոտնձգություն ցենես լավ է լսվում, որտեվ այն անգամ ասում են լավ չի լսվում, նորմալ լսվում։ Լրագրողների նկատմամբ ցանկացած ոտնձգություն անհարգալից վերաբերում ես դատապարտում եմ։ Բայց կոնկրետ այդ օրվա վերով ինքը տակ էր բան հոգեվիճակից ելնելով, դրա համար ես այդ առումով իրան բան չեմ ասում։ Ու ի պատիվ մեր լրագրողների մալադեց, մեր լրագրողներն էլ որ չսադրեցին, որովհետև կարային մի քիչ ավելի ջղայնացնեին, բանանեն այն դեպի խփեր, մփեր մի բանաներ հաջորդ օրը մանդատ էր գարդներ, չէ, բայց դա կներ անմարկային, որովհետև այդ օրվա իր պահվածքը իրոք այդ բան հոգեվիճակի մեջ էր, ինքը տենց բոլորի հետ էլ կատարվա, բոլորն էլ կարան այդ հոգեվիճակում լինեն։ Ու մալադեց մեր լրագրողներին, որ դրանից էլ իրանք չօգտվեցին, էլի, նույնիսկ Նարեկը որ խոսում էր, ինքը փորձում էր հանդարտացնել իրավիճակը, էլի, չէր սադրում, որ ասենք նա էլ մի բանանի, հետո մյուս դնի։ Այդ մարկայինը պետքա պահվի, էլի, ցավը տանի։ Իսկ ինչ վերաբերում է իր մտքերին, իհարկե կռվել են, բա ով է կռվել։ Ես մի բան կասեմ Խաչատուր Սուքիասյանին, Ալեն Սիմոնյանին կամ բոլոր նրանց, ովքեր որ ասում են չեն կռվել արցախցիները։ Պետքա Ղարաբաղում լինեիք, որ տենայիք կռվել են, թե չեն կռվել։ Հասկանու՞մ, ո՞նց չեն կռվել։ 120,000 արցախցիներ կռվել են։ Եկը ձերով մարդու որ ջուր է ստանում, հաց է ստանում, կռվում, կռվի աշնում, հասկանու՞մ եք։ 120,000 հայ շրջափակման մեջ մնաց ու կռվեց, այդ մի օրն էլ կռվեց։ Պարզապես Կորուն ջան, նայեք, այս ցավը տանեմ։ Շատ ճիշտ արեցին, որ կանգնացեցին կռիվը, որովհետև եթե կռիվը շարունակվում էր, արցախցիները պրծնելու էին։ Կգար մի պահ, որ արցախցիները կպրծնեին։ Իսկ թուրքերը քանի միլիոն, 60-70 միլիոն թուրք կա, չէ՞ ամբողջ աշխարհում։ Հələ պատկերացրեք, մերոնք մեկին 10 զոհեր տային, ասենք մեզնից մեկը 10 հոգու էլ խփեր, իրոք կկռվեին մերոնք։ Այդպես էլ եղել է այդ մի օրվա մեջ։ Գիտեք ինչքան զոհեր են տվել թուրքերը։ Մերոնք ուժեղ կռվել են, բայց մերոնք թուրքը պատրաստ դներ Ղարաբաղյան այդ կռվի մեջ։ Թեկուզ մի քանի 100,000 թուրք մեռներ, իրանք չեն, բայց որ մեր 120,000 արցախցիներն էլ զոհվեին, Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծվելու էր։ Այդ դրա համար է ես էլ ասում, դուք ավելի լավ ստոպ տվեք, թեկուզ եկեք Հայաստան, Արցախ որ առաջորն եմ ասել, կա այդ 120,000 հայ, միասնական եղեք, վաղը չեմի սոլելի հետ։ Բայց որ դուք այնտեղ հերոսավարի զոհվեիք սաղատ, ելով պիտի հետ գնար արդ։ Դրանց ուզած էս կեղտոտ իշխանությունների ուզածը, այդ էր, հենց այդ էր, արցախցիները մեռնեին, որ Ղարաբաղի հարցը վերջնականապես լուծվեր։ Հասկանում եք, այս են ուզես սրանք։ Իսկ ինչ վերաբերում է կռվել են թե չեն կռվել, Խաչատուր Սուքիասյանին էլ եմ ասում, Ալեն Սիմոնյանին էլ եմ ասում, բոլոր այդ ասողներն էլ ասում են, պետք է Ղարաբաղում ելնեիք, որ տենայիք կռվել են թե չեն կռվել։ Այստեղ մի հատ պատմություն եմ հիշում ինձնից, էլի, այս օրինակը բերեմ։ Որ Մարտունիում էին, Մարտունիում դեսպեցում էին, դեր մեր նայրին իմ նայրի Ղահրամանյանն էր ժամանակը գազ ջոկատ էր, սա գազան տղեր։ Իրքերից որ իջանք, մեկ այնտեղ ժողով պետք լիներ, էլի։ Նայրին ասեց դու էլ արի, ասի դե սխի կամ ասեց չէ, դու էլ արի։ Ասիկ այդ բան ժողով էր, որ այնտեղ քաղաքական ղեկավարություններ էլ քաղաքի մակարդակում։ Այս որ ինձ տեսան բան եղան, էլի։ Ասում որ ասեին էսով է, բան տղեկ ասին Դավոնա չեք ճանաչում, Դավոին չեմ էլ ճանաչում ով էր, ասեց չէ, չեմ ճանաչում, Նայրին Ղահրամանյան, իմ ընկեր, մեր հրամանատար սպեց, իմ աղբենն է, հերոս տղայա։ Ասեց դի պատվալից դուրս գաս։ Հենց է հասկանում եք։ Հիմա այս օրինակի վրա Բացի Ղարաբաղ գայիք, որ տենայիք Ղարաբաղցիները կռվում են, թե չեն կռվում։ Հասկացաք, այսի կասկի ես։ Ավատ տանեմ։ Իհարկե կռվել են, ավատ տանեմ։ Պարոն Մկրտչյան, վերջին շրջանում արցախցիների նկատմամբ
ակնհայտ ատելության խոսք կա, ատելության քարոզ կա։ Ձեր կարծիքով այս իշխանությունները ինչի չեն սիրում արցախցիներին։ Որովհետև իրանք ուզում են Արցախը հանձնեն, իրանք եկել են հենց իշխանության Արցախը հանձնելու համար, ու արցախցիները իրանք կոկորդին նստած են, այդ դրա համար, որովհետև արցախցիները կոտելվող չեն, որովհետև իրանք են տեսնում, սրանք են տեսնում, որ արցախցիները եթե միասնական եղան, համ սրանց տեղ կարան կզծնեն, համ այդ Արցախը վերադառնան, եթե տեսնեն, պայմաններ ստեղծվելու է, ես միշտ էլ ասել եմ, արցախցիներին հիմա էլ եմ ասում, արցախցիներ ջան, դուք մենակ եղեք միասնական, մի մասնացվեք, այրեք որ գնացել են միտինգ բանին անում Արցախի ղեկավարության դեմ, այդպես բաներ մի արեք, այդ են անում, ես կարան մենակ մեջից պայթացնեն մասնատելով, եթե դուք եղաք միասնական, ես վստահ ասում եմ, հարմար պահը ստեղծվելու ու մենք վերադառնալու ենք Արցախ։ Մի ինգեք էսա թալանենա թալանել, ոչ ոք ոչ մի Արցախի ձեզ չի թալանել։ Ձեզ թալանելա մենակ Նիկոլ Փաշինյանն ու այս իշխանությունը, ԿՊ-ական իշխանությունը։ Դուք սրանցից մենակ ունեք ստանալու, մեկ էլ ունեք ստանալու Ալիևից ու թուրքերից։ Իսկ դրա համար պետք է լինեք միասնական արցախցիներ ջան։ Մի տարանջատեք, իրար մի կերեք։ Հասկանում եք, այդ դրա համար են սրանք չեն սիրում արցախցիներ, որտեղ ուժը տեսնում են արցախցիների մեջ, որտեղ իրանք են հասկանում, Կորուն ջան, որ Արցախի հարցը, Արցախի էջը փակված Սերժ Սարգսյան։ Արցախի փակված չի։ Իրանք են տեսնում, որ ամեն ինչ կարա փոխվի։ Աշխարհը խառնում է իրար։ Մենք ուղղակի ամեն վարքյան կարա նոր բան լինի։ Մենք պետքա միասնական լինենք, որ այդ նոր ստեղծված իրավիճակներից կարենանք օգտվել։ Ես արցախցիներին խնդրում եմ, իրար հետ հարցեր մի բան արեք, միասնական եղեք։ Դժվար օրեր են, միասնական եղեք, որ հարմար պահը գալու է ու մենք վերադառնալու ենք ձեր կյանքին մեռնեն։ Մի ինգեք մեզ թալանել են, մեզ չեն թալանել։ Այո, ձեզ թալանել են, բայց ով է թալանել։ Այս ԿՊ-ն ու Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ դե Ալիևը։ Դուք ձեր արցախցիների մեջ մեղավորներ մի փնտրեք, ձեր կյանքին մեռնեմ, արցախցիներ ջան։ Այսա կուզեմ ասեմ արցախցիներին ձեր մոտից, Կորյուն ջան։ Պարոն Մկրտչյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ պատրաստվում է մեղրիով ճանապարհ տալ Ադրբեջանին, ընդ որում անարգել ճանապարհ, այսինքն ադրբեջանական մեքենաները կամ երկաթգից, եթե դա լինի գնացքները, հայ մաքսավորների կողմից չեն ստուգվելու, սա նույն Զանգեզուրի միջանցքը չի, ինչ եք կարծում։ Իհարկե, ցավը տանեմ, բայց այնց չէ էլի, որ դա տվեց մենակ դրանով սահմանափակվելու է։ Ամբողջ Հայաստանն էլ տալու է, Երևանն էլ տալու է։ Ես սրա մասին ասել եմ 20 թվականի պատերազմից անմիջապես հետո, ասել եմ, զգուշացել եմ, որ եթե այս իշխանությունները մնան, ամեն ինչը տալու են ու Երևանն էլ են տալու։ Իհարկե տալու է։ Թուրքերի ուզած պայմաններով դրանից հետո կատարի թուրքերի մնացած պանջները, իսկ թուրքերի պանջները անսահման են, այսինքն նրանց վերջը այնա, որ սա Հայաստանը վերցնեն առանց հայերի։ Ինչ վիճակում է հիմա Արցախը, այդ վիճակով իրանք ուզում են որ լինի Հայաստանը։ Այսինքն հայերը քոչ են գնա կամ կոտորվեն ստե մեռնեն, թուրքերի ուզածը դա է։ Էս էլ լինի իրանց ասած արևի այդ են ուզում։ Ու դրան նպաստում է Նիկոլ Փաշինյանը։ Էլի մենակ այդ Զանգեզուրի միջանցքը հենց միջանցք ասելու, կտա ու կպրծնի, ոչ, Երևանն էլ է տալու, ամբողջ Հայաստանն է տալու ինքը, ցավը տանեմ։ Այդ 300,000 ադրբեջանցու վերադարձ որ եղավ Հայաստան, էդի կլինի Հայաստանի վերջը։ Շատ կարճ, մի երկու տարում էլ ստե Հայաստան չի լինի, всё։ Միանգամից ամբողջ Խոսում են նաև սահմանադրության փոփոխության մասին, ասում են, որ անկախության հռչակագրին հղումը պետք է հանվի, ըստ էության Հայաստանի իշխանությունները ուզում են ուրանալ անկախության հռչակագիրը։ Ձեր կարծիքով այս ուրացումը մինչև որտեղ է շարունակվելու, մինչև որ կետը կարող են ուրանալ, կարող են հրաժարվել, զիջել։ Իրանք հրաժարվելու են մինչև որ ամբողջը տան, որ մինչև որ սա Հայաստանում ինչքան կետ կա փոքր կետ կա տան թուրքերին։ Այ մինչև այդ իրանք տանելու են, այսինքն ամբողջ Հայաստանը պետք է հանձնեն Ադրբեջանին ու թուրքերին։ Այ մինչև այդտեղ իրանք գնալու են։ Իսկ երբ դա ստոպ կլինի, մենք պետք է փորձենք ստոպ տանք դրան։ Ստոպը սենց է իշխանափոխություն ու նախկին իշխանությունների վերադարձ։ Սերժ Սարգսյանի բացայտ ասում եմ, որովհետև մենք ցավոք սրտի այն իրավիճակում ենք հայտնվել, որ բացի Սերժ Սարգսյանից ոչ ոք չի կարա երկիրը այս վիճակից անի։ Ոչ ոք չի կարա։ Ու չեմ ասում Սերժ Սարգսյանը հենց իր դեմքով։ Անեց մարդ լինի, որը որ կհեմվի Սերժ Սարգսյանի վրա, այդ հզոր մարդու վրա։ Այդ ժամանակ մենք կարանք ստոպ տանք ադրբեջանցիներին, այս ինչ մնա 100% կպահ ու հետագայում էլ արդեն կմտածենք այն կորցածը հետ բերելու մասին։
Իսկ կամ փոխվեն կանսրանց նման ինչ-որ էլի մի հատ ուրիշ իշխանություն, երրորդ ուժ, այդ որ ասում են։ Մենք սաղ տալու ենք, սաղ։ Մենակ Հայաստան, այս միջանցքը ամբողջ Հայաստան։ Ու վсё։ Պարոն Մկրտչյան, տեղ ունեցավ ՀԿ խորհրդի նիստը, Սերժ Սարգսյանը բավականին ուշագրավ ելույթում հանդես եկավ, նախ անուղղակիորեն Նիկոլ Փաշինյանին անվանեց էշ եւ ասաց, որ ձեր համբուրած էշին չփորձեք կապել մեր դռները։ Նախ իրոք այդ էշի ճակատը ժողովուրդն է համբուրել, որովհետեւ շատ են ՀԿ-ին մեղադրում Նիկոլին բերելու մեջ։ Ուրեմն գլուխները պատով են տալիս այդ մեղադրողները, ես միշտ դա ասել եմ։ Ուրեմն իհարկե ժողովուրդն է համբուրել, մի մասը գիտակցելով, մի մասը չգիտակցելով, բայց որ ժողովուրդն է համբուրել միանշանակ։ Ես մի քանի օր առաջ էլ մի հատ անդրադարձել եմ հարցին, թեպետ միշտ եմ անդրադառնում, իմ մոտ լայվով անդրադարձա միշտ եմ անդրադառնում։ Մայիսի 1-ին հանրապետականը այդ էշին, որ իրոք էլ էշ է, էշ Նիկոլ Փաշինյանը երազի, որ էշով պրծնի։ Ինքը կապիտուլյանտ, դավաճան, ազգասպան, ցեղասպան մարդ է, որ մենակ էշալներ ինքը երազել, որ էշով սահմանափակվեր իր տեսակը։ Ինքը նորից եմ ասում, դավաճան, կապիտուլյանտ, ազգասպան, հայասպան մարդ է ու իր իշխանությունն իր հետ։ Մայիսի 1-ին 18 թվին հանրապետականը չընտրեց, չէ իրան։ Ասես գնացեք ուրիշ տեխնացու բերեք։ Եղավ մի հատ մարդ, թե պարլամենտ դեպուտատներից, թե ասենք դրսում, որ հելնի հայտարարի ասի, այդ Նիկոլը էշ է, դա զրացող էշ է, նախերի մեջ ուրիշ լիքը կենդանիներ կան, բերեք իրան։ Եղավ կենդանը բացի հանրապետական։ Մենակ հանրապետական ասեց, սա նախերի մեջի զրացող էշն է, գնացեք ուրիշին բերեք։ Չբերեցին։ Մի հատ մարդ եղե, Անդրանիկ Թևանյան զիբիլներին եմ ասում նաև։ Այն Արամ Հարությունյան զիբիլին եմ ասում նաև, որ հետևները ճղում են ասեն հանրապետականն արի։ Բայց այդ օրերին հելնեիք հայտարարեիք, մի հատ ուրիշ տեխնացու անում, հելնեիք քաղաքական գործ չեք, կոչ անեիք դեպուտատներին, ընդդիմադիր այն ժամանակվա բանի այդ կոալիցիա որ կազմեցին, որ Նիկոլին բերին, մի խոսքով այդ ժամանակվա պատգամավորական խմբի կուսակցություններին պարլամենտում որ կային, ասեին, գիտեք ինչ կա, Նիկոլի տեխնացությունը մի բերեք, Պողոս Պողոսյանինը բերեք, Պետրոս Պետրոսյանինը բերեք, բասեի, այդ ասող մարդ եղել, հա, բացի հանրապետականից մեկ եղել, հա, որ հելնի հայտարարի այդ ժամանակ ասի, այս Նիկոլը սրացող էշ, մենք իրան չենք ընտրում։ Մայիսի 1-ին չընտրեց, չէ, հանրապետականը, ասեց ուրիշին բերեք։ Մայիսի 8-ին արդեն բոլորով միացան, բերեցին Նիկոլ Փաշինյան զրացող էշին, ու մի մոռացեք, հրապարակում հավաքած որտասներ 10 դեմ 55-ի թե քանի հոգ էին հանրապետականները։ Այ դուք սրիկաներ, դուք այդ 10 միլիոնի մեջ եք եղել, 55-ի մեջ եք եղել, 55-ն է դեմ եղել զրացող էշին։ Ես միշտ ասել եմ, Գորին ջան, ժողովրդավարության պայմաններում այդմվում են նաև զրացող էշեր, որ մեղադրում են այն անգամ Անդրանիկ Թևանյանն ասում է, քո Սերժ Սարգսյանի քաղաքականության արդյունքում է ծնվել այդ զրացող էշը։ Այո, ես չեմ ասում չէ։ Սերժ Սարգսյանի օրոք Հայաստանը ժողովրդավարական պետություն էր արդեն։ Իսկ ժողովրդավարության պայմաններում ինչ ասես ծնվում է։ Բայց որ գնում նաև Թևանյանին անինել, էլի ծնվել է ժողովրդավարության արդյունքում, այսինքն Սերժ Սարգսյանի վարած քաղաքականության արդյունքում ժողովրդավարության պայմաններում ամեն ինչ էլ ծնվում է, բայց որ դու գնում ես կատարում ես այդ կոնտրությունն է, այդ ժողովրդավարության վրա շարը մի գցի, այդ ժողովրդավարություն ձեզ պարգևողի վրա պարգևողին մեղավոր մի ճանաչեք, հասկանում եք, այս եմ ասում ես։ Գնացիք սաղეთ նախի մեջից, այդ տարբեր կենտրոնների մեջից դրացող էշճակ, այդտեղ հանրապետական որն է։ Պրիտոմ հանրապետականը զգուշացնել ասել դրան չէ, մայիսի 1-ին դեմ արկելով Գորին ջան։ Իրան որպես վարչապետ, ասես գնացեք բերեք ուրիշին, սա վարչապետ, հələ վարչապետը ջայնամ։ Տղեկ ասեցին Շարմազանովն էլ, Աշոտյանն էլ, ես էլ այդ վախտից ճաղում էի ստե փողոցում։ Ասմի դա գերագույն գլխավոր հրամանատար չի կարալի, վարչապետ թողնի, վատելնի, ջայնամ լինի, տնտեսությունն էլ թող քանդի։ Բայց մենք այդ ժամանակ կարևոր էր գերագույն հրամանատար, որ մենք պատերազմական վիճակում։ Ես ասում էի, թե ես սենց էի։ Շարմազանը ամբյոնից ասեց, Աշոտյանը ամբյոնից ասեցին դու չես կարալնես գերագույն գլխավոր հրամանատար։ Ու կոչ արին ասին գնացեք ուրիշ տեխնացու բերեք։ Գնա եթայք բերեիք բարը։ Եթայք ուրիշ տեխնացու եղել է մի հոգի գոնե զապիսը ցույց տվեք ասեմ հայ եղել է։ Եղել է մի հոգի որ այդ օրերին ասի բերեք առաջադրենք Ռոբերտ Քոչյանի տեխնացումը։ Եղել է որ մի
Ծակները ճղում եք կոպիտ ասած, թե մեկը տենվաղ թող ծակը ճղեր կներեք արտակցանց համար։ Հելներ ասել, բերեք երկրորդ նախագահի թեկնածու առաջադրենք, եղել է տենց մարդ, չի։ Բոլորովդ ողջում էիք Նիկոլ այդ զռացող էշին, բոլորովդ փողոցներում էիք, հատուլ էիք անում զռացող էշի համար։ Ու իմաստ են այդ զռացող էշին, զռացող էշի խի զարդարեցիք ներկայացիք որպես ձի։ Ուրեմն լսեք, այդ զռացող էշին, անկացած էշին, ինչքան էլ զարդարես, նա ձի չի դա։ Եթե մեկը էշին ձիու չի տարբերում, ուրեմն էշել նայա, ես ոտ ասել եմ, էշել նայա, հասկանու՞մ եք, իսկ եթե դու ես էլ ժամանակին ես տարբեր է էշին ձիուց, ուրեմն դու հիմա լռի, որտեղ հիմա էլ ես քո էշությունները շարունակում, հասկացաք ինչ եմ ասում, Կորինջան, այս սա կասեմ։ Նաև Հայաստան դաշինքից կա հետևյալ հարցադրումը ու այս վերջին 18 թվականից մինչ օրս, պարոն Մկրտչյան, այս հարցը մշտապես հնչում է։ Ասում են, երբ որ Նիկոլ Փաշինյանը մտավ հանրային ռադիոյի շենք, պետական պահպանության տակ գտնվող ռազմավարական նշանակության օբյեկտ, ինչու դա Սերժ Սարգսյանը չօգտագործեց, Նիկոլ Փաշինյանին չձերբակալեց ու վերջը չտվեց այդ շարժման։ Կորին ջան, ինչ հարց տալիս են արխային, դու սվաբոդնի տուր, ես պատասխանեմ դրանց էշություններին։ Ուրեմն 1000 անգամ այդ հարցի պատասխանը տվել ենք, միլիարդ անգամ էլ ես եմ երևի տվել։ Այդ սրիկաներին հարցի պատասխանը չի հետաքրքրում։ Իրանք ուզում են այդ հարցը անընդհատ տան շահարկեն։ Այդ են ուզում։ Ասեմ ինչի համար, որովհետև այդ ժամանակ եթե հանկարծ Նիկոլ Փաշինյանի բռնեին ընդ կամ կրակեին, մարդ մեռներ, այդ մի սրիկաները ասելու էին, արա քանի հոգի էին, ռադիոյի ձեր ռադիոյի տունը ուտեին, կմտնեին կհելնի բռնեցիք, ժողովրդին էլ բորբոքեցիք, հասկացաք։ Այ այդ դրա համար չբռնին, որ մարի է թա, երկու օր հետո բռնեցին, բռնելուց հետո ավելի շատ ժողովուրդ ելավ, որովհետև խնդիրը Նիկոլ Փաշինյանի հետ մի քանի հոգու մեջ չէր, խնդիրը հետևի իրանց հետևը կանգնած, դրսի ուժերի մեջ էին, Ամերիկա, Անգլիա, այդ դեսպանատը, Իսրայել, այդ դեսպանատներից էր այդ սաղ կառավարվում։ Այսինքն այդ ժողովուրդը դուրս էր գալու, որ միամիտ ձեզ թվում Նիկոլ ինֆակտ խփել մեռներ, տականից գալու մարեր այդ շարժումը։ Նիկոլ 2, Նիկոլ 3, Նիկոլ 1000 կա, խի արևմուտքը մենակ Նիկոլին ուներ, ստե։ Արևմուտքը ստե հազարավոր ագենտներ ունի Նիկոլի նման, հասկանում եք։ Բանի ժամանակ այդ նույն սրիկա ասողները, այդ նույն ձևի ասում են Սերժ Սարգսյանը մարտի 1-ով հաթաթա տվեց բանի Նիկոլ Փաշինյան դիտավորյալ, որ ժողովուրդը գազազի դուրս գա։ Այդ նույն ասողներն են ասում, բայց սրիկային վաղտ է որ բռներ հանգար, ռադիոտան մտելու ժամանակ եթե կամ կրակեին ընդ մարդ մեռներ, ժողովուրդը էլի դուրս գա, կասեն դիտավորյալ բռներ, տենի մեն մի 100 հոգի մարդ չկային, 10 հոգի մարդ, ինա դու բռներ, որ ժողովուրդը գազազի դուրս գա։ Այս սենց էին ասել այդ սրիկաները։ Հասկացաք, իրականում ինչի չբռնեցին, դրա մասին Սերժ Սարգսյանն էլ ասել, Վլադիմիր Գասպարյանն էլ ասել, որ Վլադիմիր Գասպարյանի նման ոչ թե նա մեր Հայաստանի Հանրապետի երրորդ հանրապետության լավագույն ոստիկանապետն է, այլ իր նման աշխարհում, իր պրոֆեսիոնալիզմով աշխարհում լավագույններից մեկը կլինքը որպես ոստիկանապետ։ Ինքն էլ ասել, չէ՞, ասել ինչ սպանեին, ասել ես եմ հրամանվել, որ չկրակեին։ Ասեց սպանեինք, մի քանի հոգի ինձ մանակ մտելին բանի ռադիոտուն։ Իսկ ասեց որ բռնեինք ու իրականում եթե բռնեին, կարար ալիքը մեծանա։ Իսկ այդտեղ չեն բռնել, որ մարի էթա, մարեր էթար հետո էլի կբռնեին։ Ոնց որ 2 օր հետո բռնեցին, ինչ եղավ։ Ինչ տարբերություն։ 2 օր հետո բռնին, ալիքը ավելի մեծացավ։ Հասկանում եք։ Այս սա ես կասեմ։ Ինչքան տենց հիմար հարց կա, խնդրում եմ տվեք, ես դրանց սպառիչ պատասխաններ տամ, որովհետև մարդիկ կան, որ իրոք ուզում են իմանալ խի տենց եղավ։ Ես այդ մարդկանց բացատրում եմ, իրանք հասկանում են, բայց այս սրիկա տեսակները, Սերժ Սարգսյանի ծանձից կախվելով սրանք, գիտես սրանք ուզած ինչա, Սերժ Սարգսյանի վարկաբեկ են, վենեքը սրսկել են փողով ու ուղղված են դեպի Սերժ Սարգսյան։ Այ իրանց նպատակը ոչ թե պատասխանները լսելն է, այդ պատասխանը իրանք շատ լավ էլ գիտեն խի տենց է։ Այլ իրանց նպատակը Սերժ Սարգսյանի վարկաբեկելն է, որովհետև իրանք անմիջական մասնակցել Սերժ Սարգսյանին մեջ, որովհետև իրանց նպատակներ Սերժ Սարգսյանին Նիկոլի միջոցով հեռացնեին ու իրանք գային իշխանության։ Առաջի փուլում իրանց մոտ ստացվեց, համատեղ ուժերով հեռացեցին Սերժ Սարգսյանը հեռացավ։ Երկրորդ փուլում արդեն իրար մեջ կռվում Նիկոլ Փաշինյանը իրանց հաղթեց։ Ու հիմա Սերժը դարավ մեղավոր, հա։ Հասկանում եք։ Այս իրանց ուզած ազնիվ Օրունչյան, իրանք
ստացած էներ, որ Նիկոլ Փաշինյանի միջոցով մերժի Սերժին, Սերժը հեռանա, Կարեն Կարապետյանը մնա վարչապետ, արդեն իրանք մնում են իշխանություն։ Հետագայում սահմանադրություններ կփոխեն, իրանք ուզած մարդը կդառնար նախագահ։ Ամենայն հավանականությամբ իրանք ուզած մարդը կլիներ Ռոբերտ Քոչարյանը։ Հասկանում եք, այս սա եղի իրաց։ Ու որ պայից սկսած, որ չստացվեց արդեն, Նիկոլ իրանք հաղթեց, իրանք սկսին թիրախավորել Սերժ Սարգսյանին, Սերժնա մեղավոր։ Խի արա, բա միջև այդ խի չէի կա։ Միջև այդ մեկը կանգնեց Սերժ Սարգսյանի կողքը։ Մեկը կանգնելա միջև այդ Սերժ Սարգսյանը թող ասել։ Մի հատ հայտարարություն ցույց տա։ Այդ օրերին մեկը կանգնելա։ Ապրիլի 23-ից հետո հա նոր հայտարարություն անողներ եղան, որտեղ արդեն այնտեղ իրանք պայքարներ եթում։ Հասկանաք, միջև այդ Սերժ Սարգսյանի թիկունքին, պետության թիկունքին մեկը կանգնել է այդ օրերին։ Սաղ են կողմում էիք, սաղը տեն կողմում էիք, այդ ցավները տալեմ։ Կամ էլ լուր նստած տնից հետևում եք, կամ տնից լուր նստած կազմակերպում եք այդ process-ը։ Սա կասեմ։ Մի այսպիսի բաներ են ասում, պարոն Մկրտչյան, հենց սկզբից, որ Նիկոլ Փաշինյանը քայլ արշավը սկսեց, ասում են, որ Սերժ Սարգսյանը լինելով հանրապետության նախագահ, իր տրամադրության տակ ուներ ազգային անվտանգության ծառայություն, իր հետախուզությունով, հակահետախուզությունով եւ այլն։ Արդյոք ինքը չուներ ինֆորմացիա, որ Նիկոլ Փաշինյանի մեջքին կանգնած են արևմտյան կամ ռուսական ուժեր կամ երկուսը միասին արտասահմանյան ուժեր եւ հենց սկզբից ասենք այդ շարժումը խեղդել էր, հա, հենց սկզբից Նիկոլ Փաշինյանը Պարոն ջան, կներեք, ոնց կխեղդել։ Ես ասում եմ, այո, մեր ազգային անվտանգությունը այլուն աշխատել է, այլուն, որ ասում են ազգային անվտանգությունը թերացել է, ես ասում եմ ազգային անվտանգությունը եթե թերանար, Հայաստանը կդառնար Ուկրաինա։ Ազգային անվտանգությունը փայլուն է աշխատել, քանի որ տեսել է այդ ինչ ուժեր են, ու այդ ուժերի հետ բախման չի գնացել։ Ոնց պետք է մարել, մի հատ ասեմ, ոնց էին մարելու։ Այսինքն, ձեզ թվում է, եթե Ռուսաստանը չէր խառնվում ու արևմուտքներ կամ կարող է Ռուսաստանն էլ օրինակ դրսի ուժերն էին։ Մենք կարող ենք դրսի ուժերին հաղթեինք, պրիտոմ, որ մեր 10 միլիոն հայությունը անցածել այդ դրսի ուժերի կողմն է։ Դրսի ուժերի հետ գալիս էր մեր վրա։ Ոնց էինք մարելու, մի հատ ասեք, էլի, մարելու ձևը ասեք։ Շատ պիտի գնային բախման, մտածեին, էս էլ է 2008 թիվը, գնային բախման, Հայաստանը դարձար Ուկրաինա։ Այդ դրսի ուժերի դեմ Ռուսաստանն է հազիվ մետր առ մետր հաղթում այդ ուժերին, մետր առ մետր։ Մենք կարայինք այդ դրսի ուժերին հաղթեինք, պրիտոմ որ 10 միլիոն հայությունով այդ դրսի ուժերի կողմն էին։ Սերժ Սարգսյանի կողքը մնացել էին մենակ ուժային կառույցները, բացառությամբ խաղաղապահ թռածների, սրանց ես միշտ ասում եմ, խաղաղապահ թռածների, որոնց տեղը զրոներն է, որոնց անուն առ անուն, նկար առ նկար պետք է հայերը ճանաչեն, որ դրանք ազգի դավաճաններ են, դրանք դասալիքներ են, որ հելան միացան ժողովրդին։ Ուժային կառույցներն էին մնացել Սերժ Սարգսյանի կողքը, մեկ էլ գումարային հաշվարկով մի քանի 100 մարդ, որ 1000 էլ չլինի։ Մնացածը սա այդ ուժերի կողմն էին։ Այսինքն մենք ուժային կառույցներով պատերազմ հայտարարեինք աշխարհին ու հաղթեինք, ու պրիտոմ որ այդ աշխարհը կռվելու էր մեր դեմ հայ ժողովրդի ձեռով։ Պատկերացնեք Հայաստանը ինչ կդառնա։ Ուկրաինա ենք դառնալու։ Կակրաս մեր ազգային անվտանգությունը տեսավ էս ինչ ուժեր են ու շատ ճիշտ պահեց իրան։ Ազգային անվտանգությունը մեր չի թերացել, փայլուն է աշխատել, փայլուն, որ Հայաստանը մի հատ եկեք նայեք, էլի տայեք տեսեք, Կորուն ջան։ Երբ որ օվկիանոսում ծովում փոթորիկ է ստեղծվում, նավապետը դե մեղավորություն չունի։ Եթե նավապետը լավ նավապետ է, ինքը այդ փոթորկած ծովում ու օվկիանոսում նավը կարմա տանի հասցնի ափ, անվտանգ կարմա տանի հասնի ափ։ Բայց այդ օրերին մենք ոնց դուրս եկանք այդ վիճակից 18 թվին։ Մենք Ուկրաինա չդառանք, որ պետքա դառնայինք։ Նախատեսված էր, որ պետքա դառնայինք Ուկրաինա։ Ուկրաինա չդառանք։ Մենք դուրս եկանք այդ Սերժ Սարգսյանի հրաժարականով։ Ավելի հզորացած մեր անունը, մեր պետության անունը թնդում էր աշխարհով մեկ, որպես ժողովրդավար պետություն։ Այսինքն այդ ամեն ինչը տեղ ունեցավ Սերժ Սարգսյանի փայլուն քայլի արդյունքում, որ ինքը հրաժարական տվեց։ Հակառակ դեպքում մենք վերածվել Ուկրաինայի։ Այդ դրանից հետո արդեն ժողովուրդը պետք է հետևողական լիներ, Նիկոլ Փաշինյանի ջամերը ձգած պահեր, այս մնացած այս քաղաքական գործիչները ճիշտ պահեն իրանց։ Հասկանում եք, պահանջեին Նիկոլից, եթե հանկարծ Նիկոլն էլ իրան ճիշտ պահեր, վաբշե լավ կլներ։ Հələ պատկերացրեք Նիկոլ այդ օրերին, լավ Սերժ Սարգսյանին մերժել էր, Քոչյանին աղատում էր, բայց գոնե Լևոն Տեր-Պետրոսյանին լսեր։ Լևոն Տեր-Պետրոսյանը այդ եկած տարի կառավ գնաց իր դուռը, որ իրան բացատրի ճիշտ ու սխալը։
ոնց պահեցինք։ Այդ ինչ ասեց Լևոն Տեր-Պետրոսյանը ես գիտեի։ Այ ոչնչություն։ Դու ոնց կարող ես պատահի Լևոն Տեր-Պետրոսյանի իմացածի մի տոկոսը իմանալ։ Գոնե որ Լևոն Տեր-Պետրոսյանին ինքը լսել է, շատ կգնայի դեպի նոր։ Պարոն Մկրտչյան, գիտեք, որ 44 օրյա պատերազմի քննիչ հանձնաժողով կար Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ, այդ շուտով աշնանը խոստացավ Անդրանիկ Քոչարյանը, որ կհրապարակվի, ավելի ճիշտ եզրակացությունը կլինի, չի հրապարակվի։ Ձեր կարծիքով այդ հանձնաժողովը ինչ-որ բան կարողացավ քննել եւ պարզել, ովքեր էին 44 օրյա պատերազմի մեղավորները։ Կորյուն ջան, ես բազմիցս ասել եմ, ես հարցի պատասխանը բազմիցս տվել եմ, 44 օրյա պատերազմի մեղավորները պարզից էլ պարզ են, դե պարզելու բան չկա, մեղավորները պարզ են, դա Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ի իշխանությունն է։ Այդ քննիչ հանձնաժողովը մի բան պետք է պարզի ընդամենը, մի բան է մնում պարզել, որը որ վաղը չեմիս օրը կպարզվի, վաղը չեմիս օրը քննություն որ լինի, արդար կպարզվի։ Եթե Անդրանիկ Քոչարյանի այդ քննիչ հանձնաժողովն էլ արդարել ինքն էլ կարա պարզի։ Այսինքն մի բան պետք է պարզեն, որ այդ մեղավորները, այսինքն Նիկոլ Փաշինյանը, մեկ էլ ՔՊ-ն, դավաճաններ են, թե այսինքն իրանց կներեք, ոչ թե դավաճան, այլ իրանց սխալ քաղաքականության արդյունքում այս ամեն ինչը եղել, թե դիտավորյալ են այս ամեն ինչը արել, այսինքն գործակալներ են, արտաքին Թուրքիայի Պրամու, Թուրքիայի ու Ադրբեջանի գործակալներ են, իրանց ասել են պետք է սենց անեք, իրանք էլ այդ հրահանգները կատարել ու երկրի կործանել են, թե իրանց անխելքության հիմար կործանել։ Նման կարգի մարդու իշխանությունը դու ինքը կկործանի երկիրը, հասկանում եք։ Հիմա սա պետք է պարզենք։ Նիկոլ Փաշինյանի անխելքության, տուպոյության հետևանքն է եղել այս մեր պարտությունը, թե Պրամո ինքը ի սկզբանե եղել է թուրքերի ու ադրբեջանցիների գործակալը։ Այս սա պետք է պարզվի։ Բայց որ հիմա արդեն ինքը Թուրքիայի ու Ադրբեջանի կարելի ասել գործակալն է, դեսպանն է ստեղ նշանակած, հիմա արդեն պարզ է, դա 100%, որովհետև այս վերջի տարիներին ինքը տեսա, որ ասենք իր հանուն իշխանությունը պահելու ինքը պետք է կատարի իրաց պահանջները։ Այսինքն իր համար իր աթոռը ավելի թանկ է, եթե իր համար երկիրը, պետությունը մեր կարևորն է, ինքը հրաժարական ես ինքն խելքի բանը չի, թող գա այն մարդը, ով որ հասկանում է։ Մի հատ հրապարակ կա, երեխություն կխնդրել Տեր Սարգսյանից, նախկիններից այդ մերժելու համար, որի արդյունքում եղավ, ես կասել սխալվել ենք մենք, կասել ես հրաժարական եմ տալիս, թող կան այնց ղեկավար, որը կարելի էլի ծնկի բերի, մեր պետությունն էլ հզորացնի, ինձ էլ եթե մեղավոր է պատժի։ Այ եթե ինքը ելներ հայրենասեր մարդ, այտենց կաներ, բայց ինքը ցույց տվեց, որ իր համար իր աթոռն ամենաթանկը ու հանուն այդ աթոռի ինքը ժողովրդին նորից խափում է, ֆրասում է ու կատարում է Ադրբեջանի Թուրքիայի ցանկացած պահանջ, որ նրանք իրանց տեղ պահեն, օգնեն ինքը մնա իշխան։ Ես սա կասեմ, ամփոփելով կոնկրետ ձեր հարցը, քննիչ հանձնաժողովի հարցի պատասխան, այդ մեղավորները, որոնք պարզից էլ պարզ են, Նիկոլ Փաշինյանը ու ՔՊ-ի իշխանությունն է, մեղավորները ի սկզբանե գործակալները, Թուրքիայի ու Ադրբեջանի գործակալները ի սկզբանե կատարել են իրանց հրահանգները, որ պետք է տանեն այսքան մարդ կոտորեն, Արցախը հանձնեն, Հայաստանը կործանեն, թե իրանց անփոփության, անխելքության հիմար քայլերի արդյունքում այս ամեն ինչը եղել։ Այս սա ես կասեմ, Գորուն ջան։ Պարոն Մկրտչյան, ցանկացած պատերազմ, Գորուն ջան, հաղթա եւ պարտվում է երկրի առաջ երթին, երկրի ռազմաքաղաքական ղեկավարությունը, երկրի իշխանությունը։ 90-ական թվականների պատերազմներ, որ մեկ ասում Լևոն Տեր-Պետրոսյանը չէր ուզում, մենք հաղթում էինք։ Կրված տղեկներ էին տենց ասում շատերը։ Ես ասում եմ, արա, այդ որ հաղթել եք, առաջ երթին հաղթել եք Տեր-Պետրոսյանի շնորհիվ։ Առաջ երթին հաղթել եք Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի շնորհիվ 90-ականներին։ Առաջ երթին հաղթել եք սպարապետ Վազգեն Սարգսյանի շնորհիվ։ Հետո նոր արդեն ռազմի դաշտում, արդեն մեր զորավարների շնորհիվ։ Այդ որ դուք հաղթում եք այն ժամանակ, կրված տղեկներ, չէ՞ շատ վաղ ասում, ախպեր մենք գնացինք, կրվեցինք, խոսք օրինակ, մանվելը հարստացավ։ Օրինակ, ես ասում եմ, լսի, այդ որ դու կրվե հաղթել ես, եթե մանվելը չներ քո զորավարը, դու չէիր հաղթի։ Հիմա այս 20 թվի պատերազմը ցույց տվեց, որ ես ճիշտ եմ, որ այդ նույն կրվող տղեկը կային էլի գնացինք կրվեցինք, կարացա հաղթիկ տղեկ ջան։ Գնացինք, պարտվեցինք, զոհվեցինք, անիմաստ զոհ դառնաք, սենց ՔՊ-ի ասելով, ՔՊ-ի բառերով ասեմ, տենց են չի ասում։ Գարման
ինչի որ մի բան էր փոխվել, մի բան գերագույն գլխավոր հրամանատարը, որ Սերժ Սարգսյանի փոխարեն եկել էր Նիկոլ Փաշինյանը։ Այսինքն մենք մեր հաղթանակները 90-ականներին որ ունեցել ենք, դա ունեցել ենք Լևոն Տեր-Պետրոսյանի, Վազգեն Սարգսյանի, Պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանի, Վանո Սիրադեղյանի, Վազգեն Մանուկյանի սկզբնական հատվածում, որ մի քիչ շարունակեմ Հրանտ Բաքրատյանի շնորհիվ առաջ երթին։ Իսկ կռվի դաշտում արդեն մանվելի նման զորավարների շնորհիվ։ Հասկացաք, որովհետև եթե ռազմաքաղաքական դաշտը, ռազմաքաղաքական ղեկավարության պայմանները արդեն ստեղծվում է, արդեն ընդդեմ հզոր զորավարներ են, որ կռվող տղեկ կռվեն։ Ես միշտ ասել եմ, 5-րդ բրիգադը լինի, եթե հրամանատարը չներ զորավար Մանվել Գրիգորյանը։ Հասկացաք, այստեղից է գալի։ Դրանից հետո որ Եթե պայել էլի մեր Ռոբերտ Քոչյանի շնորհիվ, Սերժ Սարգսյանի շնորհիվ, Անդրանիկ Մարկյանի շնորհիվ առաջի հերթին, ու մեր բանակի շնորհիվ։ Նրանից հետո 10 տարի որ հաղթած պայել ենք ապրինա պատերազմել կզակցել ենք ապրինա։ Դա տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի շնորհիվ, որովհետև այդ ժամանակ ամեն ինքն էր, ամեն ինչը։ Այս սա կասեմ։ Ուտեմ ասել, ստեղել է տվեցինք, պարտին առաջ երթին իշխանությունները, ինչքան էլ ուզում ես լավ դուխով կռվող տղեղի, հայրենասեր տղեղի, ինչքան էլ ուզում են հզոր զորավարներ թողնեն, Սամվել Բաբայանը ձեզ օրինակ էլի։ Սամվել Բաբայանն ես ասեմ, Սամվել Բաբայան, այդ ո՞նց է 90-ականներին դու Արցախի հերոս էիր, իսկ հիմա կապիտուլյանտ։ Այդ ո՞նց եղավ որ նոյեմբերի 9-ին դու եկար Արցախի հերոսի կոչումից հրաժարվեցիր, որը ես բարձր գնացի, մալադեց։ Այդ քայլ էլի այդ քայլ։ Այդ ո՞նց եղավ, ինչ եղավ։ Նույն Սամվել Բաբայանը չէի, 90-ականներին կամանդուշին էի, այս 20 թվի պատերազմել կարելի ասել Արցախի դեֆակտո հրամանատարը դու էի։ Բան անվտանգության խորհրդի նախագահներ ու դեռ համար մեկը դու էի, Արայիկ Հարությունյանը, որովհետև քեզի շատ իր տեսակով շատ ցածր մա։ Հասկանու՞մ։ Նա էր նախագահ, դու էիր ավելի հզոր, նա էր քեզ ենթարկում։ Բախի դարար կապիտուլ։ Գիտես խի, որովհետև այս ժամանակ պաշտպանության նախարարը տեղել է Սերժ Սարգսյանը 90-ականներին։ Գերագույն գլխավոր հրամանատարը տեղել է Լևոն Տեր-Պետրոսյանը, այ դրա համար։ Իսկ հմի քու վերադասը բանն է Նիկոլ Փաշինյանը, քո գերագույն գլխավոր հրամանատարը Նիկոլ Փաշինյանն է։ Հասարակ օրինակը բերեցի։ Սամվել Բաբայանն էլա, չէ, հզոր մարդ, այն ժամանակ հիմա չէ։ Հիմա ինքը լրիվ պախարագել է։ Հզոր մարդ է, նա բեսպիցի Մանվել եղել։ Մանվել երկրորդը չկա, Մանվել Գրիգորյան երկրորդը չկա, բայց Սամվել Բաբայանը բեսպիցի Մանվել է 90-ական թվականներին։ Բայց դարար կապիտուլ է, որովհետև փոխվել էր քո գերագույն գլխավոր հրամանատար, որովհետև փոխվել էր քո ռազմաքաղաքական ղեկավարությունը, որ այն ժամանակ պաշտպանության նախարար Սերժ էր քո հրամանատարը։ Գերագույն գլխավոր հրամանատար Լևոն Տեր-Պետրոսյանն էր, մեկ էլ սպարապետ Վազգեն Սարգսյանն էր այն ժամանակ։ Հասկացա՞լ, իսկ հմի Նիկոլ Փաշինյանն էր։ Այդ դրա համար Արցախի հերոս կամանդուշի Սամվել Բաբայանը դարձավ կապիտուլյան։ Հասկացաք որն է տարբերությունը։ Այս է։ Ուզում ասեմ, պատերազմի միանշանակ եղավորները, այս ժամանակ էլ հաղթողները, այս ժամանակ Հայաստանի, ոչ թե Արցախի, Հայաստանն է հաղթել, օրինակ, ու Հայաստանն է պարտվել։ Ասում են կռվի գնացիք ստորագրի, պայանասուններ, Պրագայում դու գնացիք, բանարեք Արցախը հանձնեցիք, ճանաչեցիք Ադրբեջանի կազմ ու ասում եք, բանը խեղճ Սամվել Շահրամանյանը չետա չստորագրի։ Խի Արցախն է հաղթել այն թվերին։ Այն թվերին էլ է հաղթել Հայաստանը։ Հիմա էլ է պարտվել Հայաստանը։ Արցախն էլ Հայաստանի մեջ, որպես կոպիտ ասած են իրանց ասած մի հատ մարզ։ Հասկանաք, այս սենց է։ Պարոն Մկրտչյան, նաև շատ են ասում անվստահության գործընթաց սկսելու մասին, հիմնականում պարոն Էդգար Ղազարյանն է շատ այդ հարցով անդրադառնում։ Ձեր կարծիքով խորհրդարանական ընդդիմությունը ինչու Նիկոլ Փաշինյանին անվստահության process չի սկսում։ Չգիտեմ ինչու սկսում, այս հարցը կարծեմ մի անցած անգամ էլ եք տվել Կորուն ջան։ Իրոք թե կամ կարող է ուրիշ տեղ հարցազրույցի վաղ ասել, չգիտեմ։ Նույն բանը պետք է ասեմ։ Ես հարմանում ինչու չի սկսում։ Իմպիչմենտի գործընթացը սկսում։ Նո տեսեք, որ ինձ ասեք կստացվի իմպիչմենտը, թե չի ստացվի իմպիչմենտով հեռացնել Նիկոլին։ Ինձ թվում է քիչ հավանական է որ կստացվի, բայց փորձելը պետք է, քիչ փորձեք որ, բա որ ստացվի։
հասկանում եք, որ մենք եթե մենք սկսենք impeachment-ի գործընթաց ու ոչ մի բան չստացվի, մենք ոչ մի բան չենք կորցնում, այս նույն վիճակն անելու, այս նույն վիճակը, բայց բա որ հանկարծ ստացվի, բերեք փորձենք մի հատ, համենայնպես այս պահին կա ուրիշ բան անելու չկա, ինչ նստենք սպասենք 26 թվին, 26 թիվը պալիբոմ ու կգա, եթե իհարկե մինչև այդ Հայաստանը չստանվի, բայց ես ասեմ բերեք, եթե շատ ճիշտ են ասում, թե Էդգար Ղազարյանն իր կյանքին մեռնեմ, որին շատ եմ հարգում, թե Նարեկ Մալյանը իր կյանքին էլ մեռնեմ, Նարեկին էլ եմ շատ հարգում, իրակ հայրենասեր տղեկ են երկուսն էլ, մարդիկ առաջարկում են, բերեք միանանք անենք, փորձենք, չիլնի, ինչ է եղել, մի հատ փորձենք էլի, նենց չի որ չեղավ, մենք եսին ինչ ենք փորձում, ես չեմ կարող հասկանամ խի չի ուզում ընդդիմությունն էլի, ասեք ինչ ալում, կարող եմ մի հատ բացատրություն տամ, ասեմ հա արա, ճիշտ են ասում, շատ պիտի ասեն չի ստացվելու, չի ստացվի, պալիբոմ ու հիմա Նիկոլն է էլի։ Մոտ ապագայում տեսնում եք, որ փողոցային պայքար կարող է սկսվել, վերջերս Սրբազան շարժման երիտասարդները 2 օր առաջ ակցիա իրականացրին Երևանում, տենց նաև կան առանձին խմբեր, օրինակ Կարեն Արայանը օպերայում է նստացույց իրականացնում, ոնց որ տարբեր օջախներ կան։ Ո՞վ է Կարեն Արայանը։ Այն որ խաչ էր քաշել մեր 3 նախագաների վրա, դե Նիկոլի վրա քաշելա լավ արի, 3 նախագաների վրա խաչ է ինքը։ Եթե մեկը մեր 3 նախագաների վրա խաչը քաշպես խաչ ունեմ քաշած իրա վրա։ Անես խաչ կքաշեմ, որ տակից չէ երևա։ Այդպես մարդու անունի մոտ մի տվեք, այդպես մարդու հետ вообще չկա ճամփա է տալու։ Եթե մեկը չի հարգում մեր 3 նախագաներին, Լևոն Տեր-Պետրոսյանին եւ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին, ես դրա վրա խաչ ունեմ քաշած, այսպես խաչ։ Այդ իրա կինը չէ, թեպետ ես ընտանիք չեմ մտնում, înտանիքի անդամներին չեմ կապնում, բայց իրա կինը չէր, որ առաջինը ասեց Նիկոլ Վարչապետ։ Իրա կինը չէ, իրա կինն է, չէ, ճիշտ եմ հիշում, չէ, Կորյուն ջան։ Ես չեմ ճանաչում իր կնոջը ճիշտ ասել։ Ես ինչքան գիտեմ, դերասանուի մի հատ աղջիկա են առաջին Նիկոլ Վարչապետ գոռացող ինքն է։ Բայց ճակատակ այդ վաղ որտեղ է սեր։ Այդ տղեն այդ վաղ որտեղ է եղել։ Հետը նկարները տեսեք։ Բա մի անգամ ճակատագրական սխալ Նիկոլ բերած մարդը Նիկոլ բերողների մեջ այդ էշի ճակատը պաչողների մեկն էլ ինքն է հəm ուզում է շարժում ձևավոր ու իմ նման տղեմ Տեթամյանա իր հա կամ ինքը չի եղել որ ժամանակին այն խեղճ աղջկա անունը հանեց դերասանուի մի հատ աղջիկ կար մի 10 տարի 20 տարի առաջ երևի չեմ հիշում ինքը աղջկան նկարները համացանց խայտարական այդ տեսակի հետևից բա կարել են հա Կոնգերուին եղե ինչ ասես թեկուզ արել դի հանիր խայտարական այդ խեղճ աղջկան իրա հորը ճանաչել եմ հերը կարգին մարդ է շուրիկ գող շուրիկներ թեպետ այս վերջում էլ գող չէ բայց իր այդ պրաշլակ եղած ժամանակը իրանելի հարգել են կը լավ մարդ է հերը շուրիկը իրա հերը բայց իրան չեմ հարգում իր այդ գործ այդ աղջկան խայտարականելու համար որ ես այն վախտել եմ դատապարտել որ այդ դերասանուի աղջկան խայտարակ արեց անգերը ինչ ասել իրար խի հատկաները խայտարակ իրան չեմ հարգում Նիկոլին բերելու համար 18 թվին Նիկոլ Վարչապետ գոռալու համար ու իրան չեմ հարգում առավել եւս հա որ փոխանակ իրա սխալ ընդունի մի հատ էլ 3 նախագաների վրա խաչը հերել է օպերա 3 նախագաների վրա Լևոն Տեր-Պետրոսյանի Քոչյանի Սերժ Սարգսյանի ով որ խաչ կքաշի ես խաչ քաշեմ հանես խաչ քաշեմ տակից քիչ երևա ով ուզում ալնի ես սա կասեմ դրա մասին ցավը տանի իսկ ինչ մեն մանթանում շարժում կամ են վարկաներ տաղաստված լինի բայց շարժումը փողոցային շարժումը փողոցային պայքարը ես էլի մնում եմ իմ կարծիքին փողոցային պայքարը հաջողություն կունենա այն ժամանակ երբ որ փողոցի ժողովուրդը որը որ մի քանի անգամ ապացեց որ մի հրապարակ ինքը պատրաստ է հավաքվում այդ մի հրապարակ հավաքված ժողովուրդը ճիշտ մարդու հետևից կգնա ճիշտ մարդը կասի երրորդ ուժ չգիտեմ ինչ այլ կգնա այն մարդու հետևից ով որ կարա հեռացնի Նիկոլ Փաշինյանի հետևին կանգնած ուժերին եթե ունենա հրապարակ ժողովրդի աչք իսկ այդ մի մարդը այսօր 10 միլիոն հայության միջից մենակ Սերժ Սարգսյանը որ կարա մի հրապարակ ժողովրդով հաղթի նատոյական Հայաստանից այդ արևմտյան ուժերին Հայաստանից վռնդի կամ էլ իշխանապողության մյուս տարբերակն է որ դրսի ուժերը պետք է անեն Ռուսաստանը կամ արևմուտքի արածը Չաչատի Նիկոլի նման ինչ որ մեկով
ոչ մի բան չի փոխվի, Ռուսաստանի արածը եթե լինի, հա, լավ կլինի, բայց ռուսները չի ուզում, որովհետև Ռուսաստանը միշտ ցուցակնել, որ ինքը չի խառնվում մեր ներքյանքին։ Չի խառնվում, իրոք չի խառնվում։ Ինքը մեզ ճիշտ խորհուրդներ է տալիս, ճիշտ ուղղություն է տալիս, մեզ պաշտպանում է, ասում է, եթե չես ուզում գնա, հարց չկա։ Ինչ անես, քեզ վնաս կտաս։ Սա է ասում Ռուսաստանը։ Ու իրոք մենք այլերով պատմությունն էլ է ցույց տվել, հիմա էլ է ցույց տալիս։ Այս մոտ մի քանի տարի առաջվա պատմություններ են, հին պատմություններ, որ մենք մեր հիմար քայլերով, հակառուսական քայլերով վնաս ենք տվել մենակ մեզ։ Ռուսին մենք չենք կարող վնաս տանք։ Ռուսաստանը, Կորուն ջան, ես բազմիցս եմ ասել, նախքին խորհրդային սաղ վերականգնել, վերցնելու է ինչ-որ մի սայուզի մեջ, չգիտեմ ոնց կոչվի։ Ու ոչ ոք չի կարող դրան խոչընդոտի, որովհետև Ռուսաստանը աշխարհի ամենահզոր պետությունն է իր բանակով, իր ռեսուրսներով, ով պետք է խանգարի։ Ամերիկան փորձեց խանգարի, տենում են։ Եթե սեն շարունակի Բայդենի գիծը, չնայած Տրամպը խելացի է։ Մի անգամ ասեցի Տրամպը լսում է, չէ՞ ինձ սենց եթերի վաղ ասեցի մեր Լուսինեին դիտակետնում։ Ասիա եթե լսի ինձ Ամերիկան կմնա հեգեմոն պետություն։ Իսկ եթե Տրամպը շարունակի Բայդենի գիծը, ռուսը կռվով հաղթելու է նախնի սայուզը վերցնելու է, Ամերիկան էլ իր միլիարդները տանելու է քցի ջուրը։ Տանելու է քցի ջուրը ու Ամերիկան բանկրոտ է ենթարկվելու։ Չինաստանն էլ դառնալու է հեգեմոն։ Որպեսզի Ամերիկան մնա հեգեմոն, դա մեր շահերից էլ է բխում, աշխարհի բոլոր ժողովուրդների շահերից էլ է բխում, որ հեգեմոն լինի Ամերիկան, ոչ թե Չինաստանը, որտեղ Ամերիկան զբորնիկ պետություն է, այնի բոլորինն է, այնտեղ ազգային բան չի կարա մի ազգը մյուսին ճշճշի, հասկանում եք, չի կարա։ Հիմա չինացիք լավ ժողովուրդ է, բայց որ արդեն աշխարհի տերերն են կարող ասեն ճշել այլ ազգերին։ Դուք հոգեբանությունը կարա փոխվի մարդու։ Իսկ ասենք Ամերիկայում բոլոր ազգերն էլ ապրում են։ Նրանք ոչ մեկին չեն ով ում պիտի ճշտի, Ամերիկան բոլորինն է։ Այսինքն լավ կլինի, որ հեգեմոնը մնա Ամերիկան, բայց որպեսզի Ամերիկան մնա հեգեմոն, ինքը պիտի ընկերություն անի Ռուսաստանի հետ, պիտի այդ բախը դադարեցնի ու լեզուքնի Ռուսաստանի հետ մի խոսքով իրար հետ ընկերություն անեն, ոչ թե ճշնամի լինեն։ Այս է։ Շնորհակալ եմ դրության համար։ Վերադառնամ ձեր հարցին։ Ռուսաստանը մեր ներքին կյանքին չի խառնում, որովհետև շատ մենք մեզ տի վնաս բերենք։ Կորուն ջան, ստե մեր սխալ քայլերը ոնց որ Դենց է Հայաստանը կարող է կորցնեին, բայց եթե ձեզ թվում է թեկուզ Ադրբեջան հիմա ռուսինը չի, սխալվում եք։ Հեսա ռուսը մորթել է ցենք ում Ադրբեջանին Իրանի ձեռքերով։ Ինքն էլ գալու է փրկության։ Սրա մասին ես լիք անգամ բազմիցս խոսացել եմ, որ սա նախքին սա բոլորին ով խելոք կգնա, խելացի կգտնի, խելոք կգնա դեպի Ռուսաստան կշահի, ով Ուկրաինայի նման Բոստանա, Ուկրաինայի օրը կնի։ Այսքան բան ես կասեմ։ Շնորհակալ եմ զրույցի համար, տեսնենք քաղաքական իրադարձությունները ինչպես են զարգանում, կարծում եմ էլի առիթ կունենանք պարոն Մկրտչյան զրուցելու։ Երբ ուզեք, Կորուն ջան, երբ ուզեք հարց չկա, ես բաց եմ, մանման քոնման լավ տղեկի համար, ես քո սարդին մեռնեմ, Կորուն ջան, ես քեզ շատ եմ հարգում, ձեր համար երբ ուզեք հարց չկա։ Փոխադարձաբար։ Ինչը մեռնեմ քեզ։ Փոխադարձաբար, ես էլ ձեզ եմ շատ հարգում։ Ես նույնիսկ այն վատ լրագրողների, նիկոլական լրագրողներն էլ, որ ինձնից ինտերվյուզ են վերցեն, ես կտամ։ Ես միշտ ասել եմ, կտամ, պրոստը չկդրտեք։ Կամ եթե պիտի կդրտեք, ամբողջական նյութը ինձ տվեք։ Ես սաղին էլ ասել եմ, լուբոյ դեմ ես բաց եմ հարցազրույցների համար, բայց չկդրտեք, չաղավաղեք իմ միտքը, իսկ եթե պիտի դուք ընդ ինչ-որ ամբողջականը չտեղադրեք բանում, ուրեմն ամբողջական նյութը տվեք։ Ես սենց ասել եմ սաղին։ Իսկ ձեր համար իմ ախպերներն են, ես ձեր կյանքին մեռնեմ։ Ես ոչ թե մենակ ձեզ ինտերվյու կտամ միշտ, երբ ուզեք, այլ ես ձեր կողքը կանգնած եմ։ Մեկը ձեր հետ փորձի հանգարց խնդիր ունենա, ձեզ փորձի նեղացնի, իմ հետ խնդիր ունենա։ Ես որպես մահապար Դավո, որպես Սերժի Դավո, ցավը տանեմ։ Կանգնած եմ ձեր կողքը, ձեր սրդին մեռնեմ։ Ներավ շնորհակալ եմ, ստեսություն։ Հաջողություն Կորուն ջան։